Սահմանադրական դատանը չընդունեց Հայ ազգային կոնգրեսի եւ քաղաքացի դիտորդ նախաձեռնության դիմումը դեկտեմբերի 6-ի Սահմանադրական հանրաքվեի արդյունքները չեղյալ համարելու մասին։ Այսօր արձանագրվեց, որ Հայաստանի Հանրապետության հետագա կյանքի համար մի անգերագնահատելի հարցի կապակցությամբ դիմում ընդունելու համար այն միակ ատյանի, որը գոյություն ունի եւ որը իրավասու է այդ հարցին անդրադառնալ, Սահմանադրական դատարանի դռները փակ էին։ Դիմումատուներից 19 պատգամավորներ էին։ Ըստ դատարանի աշխատակազմի ղեկավար Արուշան Հակոբյանի դիմումը պաշտոնապես պետք է ուղարկի ազգային ժողովի նախագահը։ Պարոն Եգորյանը նշեց, թե ինքը միայն պատգամավորների կողմից դիմում չի բերել, այլև քաղաքացիների, սակայն Արուշան Հակոբյանը հայտարարեց, թե աշխատանքային ժամն արդեն ավարտված է։ Իսկ նույն ժամին Ազատության հրապարակում Նոր Հայաստան փրկության ճակատի հանրահավաքն է։ Մահ ռեժիմին, կյանք վերազգին, առաջիկա 3 ամիսներին վճռորոշ է լինելու, մեկ օրակարգ է լինելու։ Դա արտահերթ, նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելն է։ Ազատամարտիկ Պավել Մանուկյանի կոչն էլ ուղղված է հայ երիտասարդներին։ Մեր պայքարը վախճան չունի, քանի մենք չենք կարողացել հասնել մեր անձնական, պետական եւ քաղաքական շահերի գագաթնակետին։ Հանրահավաքը եզրափակվեց երթով։